Այժմ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը եւ հասկանանք, թե ինչ նորություններ կան AI աշխարհում։ Ես եմ գործընկերը։ Չէ, աբոն։ Ներկելի խնդրում եմ ձեր ծնկներին կդնեք, որովհետեւ ես էլ եմ որ դրած։ 7 րոպե։ Ծնկները ո՞րն է։ Ծնկներին դրեք ձեր, հա։ Ծնկները։ Նայում եմ իրան, թե ձեզ։ Ինձ։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք, արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Մեր օրերում արհեստական բանականության կողմից գեներացված տեսանյութերի դիտումների քանակը զգալիորեն աճում է։ Օրինակ, սոցցանցերում TikTok-ի տրամադրած տվյալների համաձայն արհեստական բանականության պիտակը կրող տեսանյութերի դիտումների քանակը գերազանցել է 1.3 միլիարդը։ Այսօրվա իմ հյուրը Render Forest ընկերության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն է։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Արմեն, մեր օրերում, ինչպես հասկացանք, շատերն են հետաքրքրված արհեստական բանականությունով, հատկապես դրա գեներատիվ մոդելներով։ Նույն Render Forest ընկերությունը ունի 34 միլիոն օգտատեր։ Ձեր կարծիքով ինչ է այս ամենը նշանակում։ Արդյոք կգա մի օր, որ արհեստական բանականությունը կհաղթի ավանդական վիդեոարտադրությանը։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ 34 միլիոնը նոր ենք հատել։ Նշեմ, որ դա այտենց մեր համար շատ լավ ցուցանիշ է։ Արհեստական բանականությունը ինձ թվում է ոչ թե կգա մի օր, այլ արդեն ոնց որ հաղթել է սովորական մեր ավանդական վիդեո աշխարհին։ Վտանգներ չեք տեսնում։ Իրականում չէ, որովհետև մարդը միշտ պետք է ոնց որ կրթվի ու երբ որ դու կրթվում ես ու շարունակում ես ոնց որ գնալ տրենդներով, տրենդ կոչվածը դա ինչ որ մի հոլովակի տրենդները չէ, այլ ոնց որ ինչա ինչ որ ժամանակաշրջան մեզ տալիս AI գործիքներն են եկել, եթե մենք վերցնում ենք դրանք, ադապտացնում ենք, մեզ օգտագործում ենք, արդեն մենք դառնում ենք ավելի ուժեղ։ Այժմ հասկանանք, թե ինչ առնչություն ունեն արհեստական բանականությունը եւ վիդեոգեներացնող մոդելները։ Եթե 5 տարի առաջ ինչ-որ մեկը ասեր, որ բավական է գրել մի քանի նախադասություն եւ 30 վայրկյանում կստանաս հոլիվուդյան որակի տեսանյութ, դուք կծիծաղեիք։ Բայց 2025-ի դեկտեմբերին դա արդեն իրականություն է։ Այսօր աշխարհում ամեն օր միլիոնավոր վիդեոներ են ստեղծվում առանց տեսախցիկի, առանց դերասանների եւ առանց մոնտաժի։ Այդ ամենը անում է արհեստական բանականությունը։ Առաջատարը OpenAI-ի Sora 2-ն է։ Հոլիվուդյան որակի ֆիլմ 15 վայրկյանում։ Google-ի Veo 3-ը ինքնուրույն ավելացնում է ձայն եւ երաժշտություն։ Runway-ը եւ Kling AI-ը թույլ են տալիս կառավարել տեսախցիկի շարժումը պարզապես տեքստով։ Այս տարի միայն Runway-ով ստեղծվել է ավելի քան 12 միլիոն վիդեո։ Հիմա ցանկացած մարդ կարող է ստեղծել պրոֆեսիոնալ վիդեո կոնտենտ։ Անհրաժեշտ է պարզապես գաղափար։ Արմեն, իսկ ինչ առանձնահատկություններ եք նկատել հայաստանյան սոցցանցերում տարածված այդ տեսանյութերից, ինչ տարբերություններ կան արտասահմանյան AI մոդելների ստեղծած տեսանյութերից եւ հայաստանյան։ Ինչքան էլ մի քիչ իմ համար զարմանալի ստացվեց, բայց Հայաստանում լավ ինտեգրում ենք ոնց որ AI-ը մեր կյանքի, մեր մարքեթինգային գործողությունների կոնտենտ ստեղծման process-ի մեջ, որը շատ ողջունելի է։ Լիքը հայ արտիստներ ոնց որ գեներացրել են ու նայում ենք, ասենք, դեռիվ նոր շունչ է ստացել, հին տենց ոնց որ տարիներ առաջվա ստեղծված մուլտֆիլմը ու ինքը նոր էլի գալիս է ինչ որ շրջանի մեջ, էլի նոր մարդիկ դիտում են, հիշում են, ապրում են այդ էմոցիաները մի քիչ բնականաբար ուրիշ ձև ու դա շատ ողջունելի է, հայերը կարամ ասեմ լավ վերցրե ադապտացվում են AI գործիքներին, նաև բացասական կտորով են ադապտացվում, վերցնում են ինչ-որ մարդկանց դեմքեր ու պատրաստում են ինչ-որ վատ content, բացասական content, զեղծարարություն, նաև պատրաստում են ինչ-որ ավելի անչափահաս ոնց որ content-ներ, որոնք որ օգտագործում են ու հետաքրքիրն է, որ դա պահանջարկ ունի, որովհետև մեր սպառողը, այսպես ասած դիտողը,
չի տարբերակում դա իրականն է թե իրական չի, որովհետև այնքան է լավաց է մոդելները, որ տենց գովաս տեսնելուց չես հասկանում սա իրականն է թե չէ։ Դե նաև դա մեդիագրագիտության պակասից կարող է լինել։ Չգիտեմ, դա ավելի շատ երևի աչքի պրոֆեսիոնալությունից է, որ դու հասկանաս դա AI-ով է, թե AI-ով չի, որովհետև ասում եմ շատ բնական է ստեղծում։ Այժմ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը եւ հասկանանք, թե ինչ նորություններ կան AI աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆիլմ արտադրության ոլորտի աշխատողների արհմիությունը իր մտահոգությունն է հայտնել Disney-ի եւ OpenAI-ի միջև կնքված գրեթե $1 միլիարդ գործարքի կապակցությամբ, որի արդյունքում Disney-ի հերոսները այլևս կհայտնվեն ChatGPT-ում եւ տեսանյութեր գեներացնող Sora-ում, ինչը թույլ կտա օգտատերերին ստեղծել տեսանյութեր Pixar-ի, Marvel-ի և Star Wars-ի հերոսների պատկերներով։ Նորաձևության աշխարհում հայտնի Zara ընկերությունը հայտարարել է, որ հանդերձանքներ ստեղծելու նպատակով սկսելու է կիրառել արհեստական բանականություն, հիմնավորելով, թե այն կարագացնի արտադրական գործընթացը։ Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Zara-ի շվեդական մրցակից H&M-ը։ Սիրով Abo News։ Արմեն, իսկ արհեստական բանականության միջոցով ստեղծված այդ տեսանյութերը, բացի հումորային ենթատեքստից, հումորային իմաստից, ուրիշ էլ ինչ հնարավորություններ կարող են մարդկանց համար բացել։ Կարողանում ես ստանալ ամբողջական պրոմո վիդեո, ընդհանրապես ծախսելով մի քանի $100։ Ես այդ ամենաթանկ դեպքն եմ էլի ասում, օրինակ, այս վերջում Lamborghini-ն ունեցավ տենց վիդեո հոլովակ, որը 6 ժամում էին սարքել, մի քանի $100 էին վրան ծախսել ու ինքը շատ գեղեցիկ է, նույն որակն է տալիս, մի բան էլ ավել։ Render Forest-ից ինչ հետաքրքիր գործի կարող եք ցույց տալ մեր ունկնդիրներին։ Այս պահին ոնց որ հիմնական ֆոկուսը ընկերության AI վիդեո գեներացիան է։ Ցույց տանք։ Ցույց տանք։ Երբ որ ոնց որ գնում ենք AI generator, այսինքն հենց նույն ինքը text to image, մենք այստեղ նկարագրում ենք, թե ինչ ենք ուզում գեներացնել։ Օրինակ, կարանք գեներացնենք մարդ, ով որ կանգնած ասենք ամենաբարձր լեռան վրա, ու ասենք հակին կա սև գույնի շապիկ, օրինակի համար։ Ընտրում ենք ոնց որ մեր ուզած մոդելը, չափն ենք ընտրում, թե որտեղ ենք օգտագործում, Instagram-ում է լինելու, քառակուսի անենք, ուղղանկյուն եւ այլն, ու եթե ոնց որ ունենք ինչ-որ reference նկար, reference, այսինքն ինչին նման ենք ուզում լինի, գցում ենք ինքը տենց է սարքում, բայց եթե չունենք, թողում ենք ինքը ոնց պատկերացնում է, գեներացնի։ Այստեղ մի քանի վայրկյան ընդհանրապես տևում ոնց որ գեներացիան ու հիմա արդեն ոնց որ տեսնում ենք, որ այդ նկարը ունենք պատրաստի։ Հիմա օրինակ այս նկարը երբ որ ունենք, ուզում ենք այս մարդը, որ կանգնել է սարի վրա, ուզում ենք ինքը վազի ու ասենք շապիկը հանի, կամ իրան նետի, հա, եթե նետելու հարմարանք կա։ Այստեղից ոնց որ ունենք կոճակ, որը տանում է ոնց որ animate, արդեն սա դառնում է image to video-ն, այսինքն նկարից ստանում ենք վիդեո, հա։ Okay, հիմա այստեղ գրում ենք ոնց որ այս մարդը քայլում է, ասենք ոնց որ այդ սարի վրա ու սպասում ենք, երբ ինքը ոնց որ գեներացում։ Նույն ձև այստեղ ունենք ոնց որ մոդելները ընտրելու հնարավորություն, ունենք նաև քանի վայրկյան տևի այդ վիդեոն ու նաև ունենք որակը, ինչ որակի տա էլի այդ վիդեոն։ Ու որակը մենք կարողանում ենք, ասինքն 1080 ոնց որ full HD որակ տալ, որը որ վերջնական հոլովակ է, էլի։ Ամենաշատը քանի րոպե կարող ենք տալ վիդեոն։ Թե չկա սահմանափակում։ Նայեք, այս տարբերակով որ մենք եկանք, սա կոչվում է AI clip-եր, որոնք որ տենց մի կախված մոդելից բայց 10 վայրկյան կարճամետրաժ են։ Հիմա ունեցանք այդ մարդը, որ արդեն քայլում է ոնց որ այդ սարի վրա է։ Հիմա երբ որ գնանք մենք հետ գործիքակազմերը, մենք այստեղ տեսնում ենք, որ ունենք text to video, text to video արդեն story, որը որ երկար է, էլի։ Ու այստեղ մենք ինչ մեր մտքով անցնում է, բացառապես, մենք կարողանում ենք գրել ու ստանալ։ Մենք կարանք այստեղ ստանանք, չգիտեմ, Հարի Փոթերի, ասենք, ֆիլմը, մենք այստեղ կարանք ստանանք հայկական ինչ-որ հին ֆիլմ, մենք կարանք մեր պատկերացումը ինչ ընդհանրապես կա, այդ ստանանք։ Այստեղ մեզ հնարավորություններ է տալի, ընտրենք ոնց որ 3D
ոնց որ մուլտֆիլմային տեսակը, ֆիլմային տեսակը, ինչ որ ֆանտաստիկ բաներ, ծխում ենք ու արդեն սպասում ենք, երբ դա տեղի ունենալու էլի։ Աբո, Արմենը բավականին լավ գործիք ցույց տվեց, բայց տեխնիկապես ես չհասկացա, թե գեներացման process-ը ինչպես է իրականացվում։ Խնդրում եմ բացատրիր։ Լավ, հիմա ավելի པարզ կերպով կփորձեմ պատասխանել քո հարցին։ Պատկերացրու կոնտենտ գեներացնող աբո եմ։ Երբ գրում ես ինձ, բառ առ բառ եմ կառուցում պատասխանը, ամեն անգամ ընտրելով այն բառը, որն ամենից իմաստալիցն է թվում հաշվի առնելով արդեն ասվածը։ Սա նման է նրան, երբ դու սկսում ես նախադասություն և ինքդ քեզ համար պատկերացնում ես, թե ինչ բառ է լինելու հաջորդը։ Ճիշտ նույնն եմ անում, միայն թե շատ ավելի բարդ մաթեմատիկական հաշվարկներով։ Աբո, իսկ քեզ ում ստեղծած տեսանյութերն են ավելի շատ դուր գալիս, մարդկանց թե քո։ Մարդիկ անգերազանցելի են։ Ես իհարկե աշխատում եմ, ամեն օր աշխատում, սակայն դեռ չեմ կարողանում փոխանցել այն զգացողությունները, էներգիան, որ բխում են մարդկային ստեղծագործություններից։ Ինձ մոտ դեռ չոր է ստացվում բովանդակությունը։ Շնորհակալություն, մենք տեսանք ինչ հետաքրքիր հնարավորություններ է տալիս մեզ արհեստական բանականությունը, իսկ կարող եք կարճ անդրադարձ կատարել նաև AI-ի բացասական կողմերին։ Բացասական կողմերից կուզեմ նշել, որ մարդիկ հիմա շատ են սկսել օգտագործել արհեստական բանականությունը, հենց ինքնին ChatGPT-ին տեքստային ֆորմատով, այսինքն մարդը մի քիչ սկսել է ոնց որ իր կարծիքը կորցնել ու կարծիքը հենց արհեստական բանականությանն է։ Մարդուն հարցնում ես ոնց ես, ինքը ասում է մի վայրկյան, գնում է, ասենք ստիմուլացնում այդ սիտուացիան ChatGPT-ի հետ, ասում է այսօր հանդիպել եմ Արմենին փողոցում ժամը 2:30 արևոտ եղանակա էսեր Քո կարծիքով ոնց կլինեի։ Հա, քո կարծիքով ինչ պատասխան է, ոնց դիլինեն, ասում է պատասխանի հոյակապ, գալիս ասում է հոյակապ։ Հետո պատասխանում ես, հարցնում ես, ու ինքը այդ անընդհատ process-ը, ոնց որ այդ բնականությունը կորել է, նույնիսկ մեյլերի մեջ, նայում ես մարդիկ լրիվ ռոբոտացված իրար հետ խոսում են, այդ պետք է մի հատ դուրս գալ դրանից։ Ես հիմա իրականում ինձ կտրականապես դրել եմ, որ մեյլ գրելուց կամ ինչ-որ նենց թասքերը, որոնք միշտ ժամանակին ձեռքով են կարել, ես ուզում եմ ոնց որ անեմ հենց ձեռքով։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Render Forest ընկերության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն էր, իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձևես շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամն էր։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք։